Բարև ձեզ հարգելի ընկերներ, շատ կարճ 2-3 հարցով շատ կարճ կաշխատեմ անդրադառնալ։ Առաջին հերթին այդ Արեն Սիմոնյանը այսօրվա այդ խայտառակ հարցազրույցին հասկանում եք, նորմալ պետությունում նման բան հնարավոր չէ։ Եվ մեկ ֆրազա մենակ կասեմ, երկու ֆրազա չէ նրա ասածներից, երբ որ նա ասում էր Արցախը, Ադրբեջանը եւ այլն հերիք է այս կողմեն կողմ, եւ լրագրողի հարցին ինչի է հայը ազգը հայ իրավունք չունի երազելու, նա ասաց ոչ մի դեպքում իրավունք չունի, պետք է այդ երազանքները կտրել, սպանել, բառացի խոսքեր եմ ասում, այն փոքրի մեջ էլ, այսինքն սաղմնային էտապում նկատի ուներ, դե հիմա ուխտից ինչ սպասել։ Դուք հասկանում եք դա ինչ է խոսում։ Դա նույնիսկ ակուպանտը, եթե նույնիսկ աշխատում է սպանել, նման բան չի ասի։ Երկրորդ նրա արտահայտությունը, որ ոչ թե սահմանադրությունը փոխում ենք Ադրբեջանի պահանջով, այլ այն պատճառով, որ Ուկրաինան հարձակվել է, Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, Ամերիկայի Իրանի մեջ պատերազմ է։ Բացատրություններն ավելորդ են ինձ թվում է։ Ալեն, փոխանցիր քո այդ թուրքի հարճին, որի հարճն ես դու հանդիսանում, որ այն հարցին, թե ինչ բան է քարակոսը, քարակոսը իր եւ Ալիևի սիմբիոզն է։ Առանց Ալիևի ինքը ոչ ոք է, առանց իրեն էլ Ալիևը ընդամենը կլիներ ռագանոսец համաշխարհային։ Այս դավաճանախմբին պետք է վերացնել, ոչ թե հետները գնալ ընտրության։ Այս ընտրությունները լինելու են Հայաստանի կործանումը, բացարձակ։ Ստեղծվելու Արցախի կործանման կոլաբորացիան օստական ակոպացիոն խորհրդարանի տեղը Հայաստանի կործանման խորհրդարան։ Երկրորդ հանգամանքի ինչի համար ես կուզեի անդրադառնալ, այսօր տղաները Գևորգ Գևորգյանը, Միկան, այդ ազգանունը մոռացել եմ, այդ Ղարաբաղի համայնքի ներկայացուցիչը եւ այլն, եւ ելի շատերը կազմակերպել են այսօր ակցիա խորհրդային դիմաց, որպեսզի բացահայտվի, բացվի այն տղաները, որոնք հանձնաժողովն էր այդ պատերազմի հետ կապված կատարել, որը փակ է, որը գաղտնիք է դարձել, չգիտես ինչի, չնայած դա հանրությանը ծանոթացնելու համար է ստեղծված։ Եվ տեսնենք ինչ կանե այդպես կոչված այդ կոլաբորացիոնիստ ընդդիմությունը, որը արդեն 5-րդ տարին է լեգիտիմացնում է, այս այլանդակ իշխանությունը, պատմության մեջ առաջին անգամ չտեսված խայտարակության կապիտուլյանտի հետ ընտրության գնացած, դավաճանական, թշնամական ուժի հետ ընդհանուր իշխանություն, միակ իրական իշխանությունը խորհրդարանը, խորհրդարանական եզրում կազմած կոլաբորանտ, որոնք հիմա նորից նախապատրաստվում են գնալ ընտրությունների ու արդեն ոչ թե միայն Ղարաբաղը կործանած, այլ Հայաստանն ամենավերջին կործանման եզրին հասցրած եւ այսօր այս բացահայտ այս հասկանում եք, եթե թուրքը ակոպացված լիներ Հայաստանը, նման խոսույթ չէր կարող լինել։ Եվ երկրորդ հարցն էլ երրորդ հարցը հարգարժան Սամվել Կարապետյանին, օրինակ ինչու համար այդ տղաների կողքին այսօր ձեզ ներկայացուցիչներից ինչ որ մեկը չկար։ Օրինակ Գևորգ Գևորգյանն, Միկան, մարդիկ են, որոնք բոլոր պատերազմներով անցել են, Գևորգ Գևորգյանը ընդհանրապես հարգված է բոլորի կողմից, հա ինքը իսրայելցի չի, լավ չխորանանք։ Ինչու մեկը չկար, որը կներկայացնի եւ ընդհանրապես ձեր արտաքին քաղաքականության նկատմամբ պատկերացումները, գեոպոլիտիկ պատկերացումները, հա տնտեսություն հասկացանք, այնտեղ ձեր տնտեսությունը շատ չքննարկենք, 300,000 աշխատատեղի մասին Հայաստանում 2.5 միլիոնանոց, հարգարժան Սամվել Կարապետյան, եթե դուք իրականում լինեք վարչապետ, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդկանց մեկը։ Բայց ես հիմա բացի նրանից, որ հասկանում եմ, թե ինչի է տարվում եւ ինչ կորուստ է տարվում Հայաստանը, նաեւ ես ձեզ եմ ափսոսում, որովհետեւ այդ ընտրությունները նաեւ չասեմ կործանելու են, բայց սարսափելի վնասելու են նաեւ ձեզ
եւ ձեր արժեքին, որը գոնե, եթե այդպես չլիներ, գոնե դրսում հնարավոր կլիներ կազմակերպել գոնե նոր էլիտայի ձևավորում։ Շատ չխոսեմ, բայց ուր է իրական, հասկանում եք, Նարեկ Կարապետյանը համակրելի տղա է, նրա կողքի հավաքված թիմը շատ երիտասարդ է, երիտ թիմ է, группа поддержки, բայց եթե նույնիսկ группа поддержки որպես դիտարկենք, նրանք խարիզմա չունեն։ Լավ, ունեն, լավն են, հրաշք են, ուր է իրական թիմը, որը պետք է Հայաստանը առաջ տանի լուրջ մարդկանց թիմը, ովքեր են։ Հույսով եմ դա Իսրայելցով չի սահմանափակվում, խնդրում եմ մաքսիմալ արագ ձևով, դուք կալանքի տակ եք, դա մի ահավոր բան է, դուք ոչ մի պատասխան չեք կարող հիմա այս պահին տալ հարցերին, որը անհրաժեշտ է, բայց ամեն դեպքում, եթե դուք էլ կալանքի տակից Աստված տա դուրս գաք, ձեր կողքին պետք է տեսնվեն մարդիկ, որոնք ոչ մի մարդ, մանավանդ տնտեսագետը միակ, չի կարող պատասխանել բոլոր հարցերին։ Ուր է թիմը։ Այսքան բան։ Հասկանում եք, հասել ենք այն օրվան, որ իրական առաջի մարդը, երկրորդ մարդ, քանի որ առաջի մարդը նախագահն է հայրը, խորհրդարանական պետության մեջ ըստ համանդրության երկրի գլուխը այն նախագահն է, այն նեկրամանտը, երկրորդ մարդը ազգային ժողովի նախագահն է, իրական իշխանությունը ազգային ժողովն է ամբողջական եւ այդ ընդդիմադիր կոչվող այդ համակարգային սիստեմային ու այդ բառից վախենում են սարսափելի, որովհետեւ նրանք իշխանական համակարգի անկախների մասն են այդ ընդդիմությունը միասին եւ նոր որ իշխանություն չի, որը ուղղակի կնշանակված գործակատերը հանդիսանում է այդ խորհրդարանը թրքական ուժի հետ կազմելու միջոցով լեգիտիմացնելով ընտրված այս հրեշը